իրականում հարցնում է վարորդը մեր գնալուց, ես իրենց տանում եմ, ասում եմ, մենք երգչուհիներ ենք, մենք գնում ենք ելույթի ու մենակ տեսնել է պետք իրանց այդ հուզմունքը, իրանց այդ աչքերի փայլը, որ իրենք դերասանուհի են, բեմ են բարձրանալու եւ շատ լավ ընդունվեց, ուզում եմ ասել, որ դա իրենց կյանքի իրոք երկրորդ շնչառությունն է իրենց կյանքում, որովհետև այն ինչ որ չեն պատկերացրել կյանքում, մեր կազմակերպության եւ նաեւ իմ շնորհիվ իրենք այդ բոլորը վայելում են։ Եվ ուզում եմ պատմել, որ մեր կազմակերպությունը տարեստների միջազգային օրվա կապակցությամբ մի շատ հետաքրքիր, երևի յուրօրինակ Հայաստանում դեռ չեղած մի նախագիծ էր արել, որ տարեցները պետք է մոդայի պոդիումով քայլեին։ Շատ լավ նախաձեռնություն է նորաձևության ցուցադրություն։ Այդ ժամանակ էլ նայում է իրենց դեմքերին, բոլորը անճանաչելիորեն փոխվել են, իրոք իրենց աստղ էին զգում, որ քայլում են կարմիր գորգի վրայով, դա մի ուրիշ, հիմա ես պատմում եմ, փշաքաղում եմ, թեև ամեն օր ես իրենց հետ եմ, բայց այդ զգացումները, որ հորդում է իրենցից, ապրեցնում է եւ չի հոգնեցնում։ Ես նայում եմ իրենց ժպիտները, նայում եմ իրենց այդ փայլուն հայացքները, այն մարդիկ են, որոնք արժանացել են, հիմա իրենց խաղաղ հանգիստն են վայելում, ու ես կարողանում եմ իրենց դարձնել երգչուհիներ, իրենք իրենց երգչուհի են զգում, դերասանուհի են զգում, բոլորը վերջերս մենք ելույթ ունեցանք Հայ ֆիլհարմոնիայի մեծ բեմում եւ տեսնել էր պետք, իրենք իրենց զգում են երգչուհի, իրենց բեմելնա, բայց որ կողքից նայում եմ, իրենք ինչ ճանապարհ են անցել, ամեն մեկը մի գուցե եւ ամենադաժան դժվարին ճանապարհ անցել է ու հասել այն պահին, հիմա բեմա բարձրանում։ Ձեր շնորհիվ երգելները գալիս են ու պատահականության նման զանգեցի եւ ընկա այնտեղը առաքելության Հայաստանի գրասենյակ փաստորեն զանգեցի ու ասում եմ դուք կարիք ունեք, որ ես գամ մեկ օր կենթանի համեր տամ։ Անհավատալի պատմություն է, Եվ զանգեցի առաջինը իմ Նռնենի կենտրոնն է, որի հետ հիմա արդեն մենք գոլեգաներ ենք, առաջին իմ այց այնտեղ ա եղել, այն ուրախություն են, տոն են, որ տեսան, հաջորդ անգամ մեկ այլ կենտրոն հրավիրեցին, դե իհարկե սիրով գնացի ու այդպես արդեն վերջերս ինձ մի աշխատող ասում է ես ձեր արժեհամակարգը իմանալով մտածում էի, որ ի վերջո դուք գալու եք առաքելություն Հայաստանի, ի վերջո իրոք ճանապարհը ինձ տարավ ինքնըստինքյան եւ դա դարձավ իմ ամենօրյա կենսակերպը։ Այն ժամանակ եթե ես մտածում էի ամսվա մեջ մեկ անգամ որտեղ գնամ, այսպես ամեն օր ես մեր կազմակերպության գրեթե 5 կենտրոն ամեն օր շաբաթվա օրերը գնում եմ եւ դրան զուգահեռ նաեւ մանկական զարգացման կենտրոններ եմ գնում։ Հրաշալի է։ Քանի տարի է արդեն այս ուղին, այս ճանապարհը ձեր։ 5-րդ տարին է։ 5-րդ տարին է, որ ես ամեն օր երգի մեջ եմ եւ այդ ժպիտներ, սեր նվիրելու մեջ եմ։ Դա իրականում անբացատրելի երջանկություն է։ Շատ հետաքրքիր է։ Ասում են, որ տարեցների հետ աշխատանքը դժվարություններ ունի, նաև առանձնահատկություններ։ Դուք ո՞րն եք տեսնում, ձեզ ամեն ինչ հեշտ է տրվում, թե ինչ որ դժվարություն այնուամենայնիվ կան, կամ առանձնահատկություններ։ Ասում են, որ նույնիսկ մարդը սպառվում է, դուք ամեն օր աշխատում եք, բաժանում եք, ձեզ ինչ եմ դիկին գար։ Հետաքրքիր է, որ իրոք շատ են ասում, որ չեմ սպառվում, մինչև հարցի պատասխանելն ասեմ, հիշեցի այդ հարցի վերաբերյալ մենք նախանցյալ տարի կոնկրետ չեմ հիշում, մենք մեկ ամսվա կտրվածքով ծրագիր ունեցանք ամառային ճամբար տարեցների համար եւ այդ ճամբարի մշտական այսպես ասած մշտականներ կան, ես էի, որովհետև փոխվում են սոցաշխատողները, մեկը գնում, մյուսն էր գալիս, իսկ բոլոր այդ 4 հերթափոխներին ի վերջում ասեցին ինձ դու չես հոգնել, ասում եմ, չէ, դեռ կարող էի շարունակել, ուղղակի ընդհատվեց։ Ամառը վերջացավ։ Դեկին որ իրոք չեք հոգնում, թե ուղղակի պատասխանատվության զգացումը, որ ձեր կարիքն ունեն։ Իրականում չեմ հոգնում, որովհետև այն ինչ որ սիրով ես անում, ես դա աշխատանք չեմ դիտարկում։ Ես տեսնում եմ, ոնց որ ես երկրորդ շնչառություն աշխատանք չեմ դիտարկում։ Ապրեք։ Ձեզ բոլորը ճանաչում են 65+ մարդիկ արդեն Երևանում, նաև մարզերում, նրանով, որ դուք կյանք եք տալիս երաժշտության միջոցով շնորհիվ ավագ սերնդի մեր հայրենակիցներին, մեր ավագներին, որ պահից սկսեց, ինչպես դա դարձավ արդեն ձեր առօրյան։ Ինձ թվում է դա
նախախնամությամբ է ինձ տրված, որովհետև ես փոքրուց իմ բոլոր բարեկամները գիտեն, թե ինչ թուլություն եմ ունեցել տարեցների նկատմամբ։ Սկսած այն տարիքից, երբ որ տատիկիս պապիկիս հյուր էի գնում, մի առանձին հոգատարություն իրենց նկատմամբ, մյուսներն էլ զարմանում են, թե ինչ սիրով, բայց ես զգում էի, որ մեծ էներգիա եմ ստանում մեծերի կողքը, իրենց կողքը նստելուց, իրենց զրույցները լսելուց, նույնիսկ ասենց մի տեսակ կատակ էին անում, Գոհարը տատիկս ասում էր, Գոհարը գա մի լավ գյալաջի սարքենք։ Ի սկզբանե ես շատ սիրել եմ եւ երևի Աստված ինձ տվեց այդ հնարավորությունը, այդ առաքելությունը, որ իմ տարիների այդքան մեծ սերը տարեցների նկատմամբ իրականություն դառնա եւ ես այն ինչ որ երազել եմ ծառայեմ իրենց։ Ծառայելը ձեր դեպքում հրաշալի մի եղանակով է, երաժշտության միջոցով է, դուք ասեք ձեր առօրյան այսօր որքանով եք զբաղված, ինչ եք անում։ Ես գիտեմ, որ գրեթե ամեն օր աշխատանք եք եւ ձեր աշխատանքը տարեցներին ուրախություն, երգի միջոցով ապաքինում, ամոքում բերելն է։ Ճիշտ է, ամեն օր ես գնում եմ, հիմա հաղորդումից հետո պետք է վազեմ, ու ինչն է հետաքրքիր, որ իրենք անհամբեր սպասում են, ինչքան էլ որ մենք ամեն օր ենք շփվում, բայց պատկերացրեք իմ երջանկության չափը, երբ ինձ ծափերով են դիմավորում, այսինքն ես սպասված եմ ուրախություն տալուց հետո, նրանք ժամերն են հաշվում, թե երբ հաջորդ դասը լինելու։ Ինչից սկսվեց։ Երբ որ արդեն իմ կյանքին հատվածներ, որ ես ազատ ժամանակ ունեի, արդեն երեխաներս թևավորվել են, ամուսնացել են եւ ընտանեկան հոգսեր չունեի, ես որոշեցի իմ գիտարով, քանի որ նախապես ասեմ, որ շատ լավ էր ընդունվում իմ հարազատների, իմ տանիքի անդամների մոտ այն երգերը, որ ես կատարում եի։ Ես ասացի ինչու այս երգերը նաև չուրախացնեն այն խավին, որը դրա կարիքը ավելի շատ ունի եւ ի վերջո մեծ ընտանիք ենք բոլորս, այո, ձեր փոքր ընտանիքից գիտեի որ ծերանոցներ կան, որտեղ ամեն դրսից եկողը սպասված հյուր է, հատկապես այն մարդը, երբ որ կգնա երգով եւ կկարողանա իրենց սրտերը ուրախացնել, հմտություն կբերի, ուրախություն, երաժշտություն։ Եվ ընդհանրեն ինտերնետի միջոցով ես վերցնում եի հեռախոսահամարները եւ հերթով զանգում եի։ Այդպես կարողացա լինել մի քանի ծերանոցներում, ոնց որ հերթականություն էի դրել, մեկ անգամ ծերանոց էի գնում, մեկ անգամ մանկատուն, որովհետև արդեն աշխատում էի մանկական կենտրոնում եւ ունեի մանկական երգերի հստակ ծրագիր։ Եվ այդ երգերով եւ գնում էի մանկատուն եւ տարեցների սիրած երգերը, ես դրանով հոգու մի այնպիսի բավարարություն էի ստանում, որ չես համեմատի ոչ մի երջանկության զգացման հետ եւ այնպես ստացվեց եւ ի վերս դա էր որ երևի Աստված տեսավ իմ այդ սերը եւ հենց այնպես դասավորեց իմ ճակատագրական ճանապարհը